Ուկրաինայի էներգետիկ ոլորտում բացահայտված կոռուպցիոն խոշոր սկանդալի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Հրաժարական են տվել միանգամից երկու՝ արդարադատության եւ էներգետիկայի նախարարները։ Գործի նյութերում նաեւ առաջին անգամ հիշատակվում է Ուկրաինայի նախագահի անունը։ Ուկրաինական լրատվամիջոցները հղումանելով գործի նյութերին հայտում են, որ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է արդարադատության արդեն նախկին նախարար Գերման Գալյուշչենկոին։ Այն բանից հետո, երբ Զելենսկիի մտերիմ ու նախկին բիզնես գործընկեր Տիմուր Մինդիչը, որը ըստ իրավապահների ղեկավարել է հանցավոր սխեման, SMS հաղորդագրություն է ուղարկել նախագահին։ Թեև դրա բովանդակությունից մանրամասներ չեն ներկայացվում, ըստ իրավապահների այս դրվագը հաստատում է Մինդիչի ազդեցության փաստը։ Վերջինս Կվարտալ 95 ստուդիայի համասեփականատերն է։ Նախքան նախագահ դառնալը ստուդիայի համասեփականատեր է եղել նաև Զելենսկին։ Буде очищення та перезавантаження управління енергоатомом. Նախարարների հրաժարականի պահանջ Զելենսկին դրել էր 2 օր անց այն բանից հետո, երբ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարեց, որ կառավարության նախկին եւ ներկա անդամներ են ներգրավված էներգետիկ ոլորտի կոռուպցիոն խոշոր սխեմայում, որի շրջանակում պետական էներգոատոմ ընկերության միջոցով մոտ $100 միլիոն կաշառք են ստացել կապալառուներից։ Զելենսկին ասել է, թե անընդունելի է, որ նման սխեմաներ կան էներգետիկայի ոլորտում, հատկապես երբ ռուսական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքներն էապես տուժել են, իսկ հազարավոր մարդիկ ստիպված են հաղթահարել հոսանքի անջատումների առաջացած դժվարությունները։ Я вважаю, що міністр юстиції та Կարծում եմ, որ արդարադատության նախարարը եւ էներգետիկայի նախարարը չեն կարող մնալ պաշտոններում։ Սա ի թիվս այլ բաների վստահության հարց է։ Եթե կան մեղադրանքներ, ապա պետք է պատասխանել դրանց։ про відсторонення від посади. Էներգետիկայի նախարարը, որի նախկին խորհրդականն է անցնում այս գործով, սոցցանցում գրել է, որ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել իր համար։ Նախարարի պաշտոնում մոտ 4 ամիս առաջ նշանակված Սվետլանա Գրինչուկը նաև վստահեցրել է, երբեք չի խախտել օրենքը։ Իմ մասնագիտական գործունեության շրջանակում օրենքի խախտումներ չեն եղել։ Նման փաստեր սկզբունքորեն գոյություն չունեն, ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Կոռուպցիոն այս գործով առնվազն 5 մարդ է ձերբակալվել։ 3 ամսով կալանավորվել է նաև էներգոատոմ պետական ընկերության անվտանգության ղեկավար Դմիտրի Բասովը։ Ըստ իրավապահների հենց նա է վերահսկել ընկերության գնումներն ու ֆինանսական գործարքները եւ համակարգել ստվերային սխեման, որով էներգոատոմի կապալառուներից պահանջել են պայմանագրերի արժեքի 10-ից 15%-ի չափով կաշառք վճարել։ Հնարավոր է, որ կոռուպցիոն այս սկանդալն ազդի Ուկրաինային տրամադրվող աջակցության վրա։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը սկանդալը որակել է չափազանց ցավալի, հավելելով, որ Կիևը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել, նշելով, որ այն խաթարում է հանրային վստահությունը։ Ուկրաինային տրամադրվող աջակցության վրա այնուամենայնիվ դա չի ազդի։ Ավելին, Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ Օտավան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառի, թիրախավորելով նրանց, ովքեր օգնում են ռուսական ռազմական մեքենային։ Կանադան մեծ յոթնյակում իր նախագահության առաջնահերթություններից է համարում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը պահպանելը եւ ամրապնդելը յուրաքանչյուր հնարավորության դեպքում։ Our support for Ukraine at every opportunity. Գերմանիայի ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ լավատես է, որ կկարողանան լուծում գտնել ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու խնդրին։ Եվրոպական միությունը ցանկանում է ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային վարկ տրամադրել, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, դեմ է եւ երաշխիքներ է պահանջում, որ հետագայում խնդիր չի ունենա Ռուսաստանի հետ։ Մենք այժմ լուծումներ գտնելու գործընթացում ենք։ Ես լավատես եմ, որ մենք կհաջողենք, բայց կարևոր է, որ Եվրոպան նույնպես խթան հաղորդի այս գործընթացին։